Բարի լույս սիրելիներս։ Տեր հայր, ոմանք չեն ապաշխարում, պատճառաբանելով, որ ապաշխարությունից հետո կարող են էլի մեղք գործել։ Ինչ կարելի է ասել նման մարդկանց մասին։ Գիտեք սիրելիներս, այսպիսի մարդիկ շատ են, եւ այս մտածումը սատանայի կողմից դրված մարդկանց մեջ եւ համոզում է դարձել, որպիսի մարդիկ չապաշխարեն եւ հավիտենական դատապարտության ենթարկվեն։ Սատանան ամեն օր գործում է, նա երբեք չի հանգստանում եւ նոր մտածումներ, նոր համոզումներ է դնում մարդկանց մեջ, որպիսի մարդիկ ապաշխարության չգան, այլ մեղքի պատճառով կորսվեն։ Շատ հաճախ նույնիսկ մարդիկ ասում են, ինչ մեղքեր են գործել, որ մենք մի հատ էլ ապաշխարենք։ Ինչ է նշանակում այս ամենը։ Մենք կարող ենք ապաշխարել, դարձյալ մեղք գործել։ Երբ որ Տերը մեր ապաշխարությունը ընդունում է, դա դուռը չի փակում, որովհետև Տերը գիտի, որ մարդ ոչ միայն չի կարող, այլև անպայման նորից մեղք պիտի գործի։ Քանի մենք այս հողեղեն բնության մեջ ենք, այս մարմնի մեջ ենք, մենք մեղք պիտի գործենք եւ մեղքերով պիտի երբեմն շրջապատված լինենք։ Ինչ ասում Հովհաննես Առաքյալը, թե մեկն ասի մենք մեղք չունենք, նրա մեջ ճշմարտություն չկա, կամ եթե մեղք չենք գործել, ասում է Աստծուն եք սութանում։ Ուրեմն ամեն մարդ այս աշխարհի մեջ մեղք գործում է, պիտի գործի։ Երկու կարևոր բառ կա մեր կյանքի մեջ՝ քավություն եւ թողություն։ Երբ որ մարդը ինքը մեղք է գործում, խոստովանում է եւ ապաշխարությամբ մոտենում է Քրիստոսին, ինքը քավություն է ստանում, մաքրվում է։ Բայց եթե դրանից հետո նորից մեղք գործի, ինքը պետք է խոստովանի ապաշխարությամբ թողություն ստանա։ Այլևս կարիք չունի քավության։ Մենք ամեն օր պիտի կարողանանք այս գիտակցություն ունենալ, որ Քրիստոսի արյամբ մենք մաքրված ենք, քավություն ենք ստացել։ Բայց եթե նորից սայթաքել ենք, մենք պետք է մեր մեղքերը խոստովանենք, ապաշխարենք եւ թողություն ստանանք։ Ուրեմն հստակ է մեր կյանքի մեջ։ Եթե մարդը կարողանա հասկանալ, գիտակցել, թողություն կստանա։ Շարունակության մեջ իր թղթի մեջ Հովհաննես Առաքյալն ասում է, եթե մենք մեղք գործենք, մենք Քրիստոսին ունենք, ով կարող է մեր մեղքերը ներել։ Ուրեմն Քրիստոսին մոտենալով մարդը կարող է մեղքեր գործել։ Մենք ամեն օր կարող ենք այս ճանապարհն անցնել։ Ուրեմն ապաշխարող մարդկանց համար է այս ամենը, որ ապաշխարող մարդը կարող է նորից մեղք գործել, կարող է նորից սայթաքել։ Մինչև մեր մահվան վերջին վայրկյան արդեն մեր աչքերը պիտի փակենք, այդ վայրկյանին էլ սատանան պիտի գա այլ համոզում մեզ բերելու, այլ մտածումելու, արդյոք Քրիստոս կա թե չկա, արդյոք հավիտենական կյանք կա թե չկա, հարություն կա թե չկա, ոչ ոք այնտեղից չի եկել, մեզ ամենը չի պատմել մեզ, եւ սա կարող է մեր մեջ գայթակղություն բերել եւ կասկածենք Տիրոջը։ Եվ քանի որ Աստված անսուտ Աստված է, նա երբեք սուտ չի խոսում, ինչ որ ասված է մեր կյանքի մեջ, այս ամենով մենք պիտի անցնենք։ Ուրեմն կարևոր չէ դու ինչպիսին կլինես, այլ կարող թե այս պահին դու ինչպիսին կլինես, ինչպիսին ես ուզում լինել այս պահին։ Եթե գիտակցես, խոստովանես քո սայթակումները, քո մեղքերը, Տերը միշտ թողություն պիտի տա։ Դրա համար մենք էլ ամեն անգամ պատարագին Սուրբ հաղորդության մոտնալուց առաջ միշտ խոստովանություն ենք անում, մեր մեղքերին թողություն ենք ստանում։ Կարևոր չէ մենք այնտեղ է թվարկված մեղքերը գործել ենք թե չէ։ Սա մեր գիտակցության մեջ դրվում է, որ ամեն մեկս ապաշխարության մեջ եղող ցանկացած մարդ որոշակի բարագայի հանգամանքի մեջ կարող է սայթակել։ Բայց վստահ պիտի լինել, որ Տերը չի կամենում մեղավոր մարդու մահը, այլ նրա դարձն ու փրկությունը։ Տերը ատում է մեղքը, բայց սիրում է մեղավոր մարդուն։ Եվ քանի որ մարդը այս երկրավոր կյանքի մեջ է, մարդկային այս բնության այս մարմնի մեջ է, ինքը մեղքի ենթակա է, կարող է սայթակել։ Ուրեմն մի հետաձգեք ձեր ապաշխարության, ինչպես Առաքյալն ասում, այսօր է փրկության օրը, այսօր խոստովանեք ձեր մեղքերը, այսօր ստացեք քավություն եւ ապաշխարությամբ մոտեցեք Քրիստոսին, որպեսզի ձեր հավիտենական կյանքը չկորցնեք։